Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 19-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը հասցրել է այսօր էլ այնպիսի բաներ ասել ու անել, որ հնարավոր չի դրան չանդրադառնալ, այսինքն դրանք անդրադառնանք մի քիչ ավելի ուշ։ Շատ կարևոր է, որ ամենօրյա ռեժիմով մենք այս ընթացքում անդրադառնալու ենք Ուկրաինայի հետ կապված պատերազմի նախապատրաստական փուլին, հանդիպումը Դոնալդ Տրամփի եւ Վլադիմիր Պուտինի, ինչպիսի դիրքեր են, ինչպիսի հարաբերակցություն է, ինչպիսի տրամադրություններ են այդ հանդիպումից առաջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է. Ուկրաինան երբեք պատերազմ չի ձգտել։ Մենք համաձայնել ենք անվերապահ հարադադարի, փնտրել ենք խաղաղության հնարավորություններ եւ բազմիցս առաջարկել ենք աշխարհին, թե ինչպես դադարեցնել օդում, ցամաքում եւ ծովում հարվածները։ Սակայն Ռուսաստանն անընդհատ խոչընդոտում է այս գործընթացին, մանիպուլյացիաներ անելով, հետաձգելով բանակցությունները, ահաբեկելով մեր ժողովրդին, օդային հարվածներով եւ սրելով հարձակումները ճակատում։ Պատերազմը շարունակվում է միայն այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկանում այն ավարտել։ Պուտինին չեն կանգնեցնի խոսելով, ճնշում է անհրաժեշտ։ Աշխարհը տեսնում է, որ Ռուսաստանը արձագանքում է ուժի, հետևաբար խաղաղությունը կարող է գործել ուժի միջոցով, վճռական քայլեր են անհրաժեշտ ԱՄՆ-ի, Եվրոպայի մեծ 20-յակի, G20-ի եւ G7-ի մեծ յոթնյակի կողմից, գրել է Զելենսկին։ Իդեպ այնպես չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը չգիտի, որ առանց ճնշման ոչինչ ստացվել չի կարող, հատկապես, որ ընդամենը մի քանի օր առաջ Գազայում հրադադարի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ասում էր, եթե ճնշում չգործադրենք, չեն համաձայնվի։ Բայց Գազան, որ ճնշում չգործադրես, Համասը չի համաձայնվում։ Ռուսաստանը առանց ճնշում գործադրելու պետք է համաձայնվի այս վիճակում ու կանգնի ինչ ասի։ Միջազգային շատ լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումն անվանել են Կիևի համար ձախողում։ Սպիտակ տան ղեկավարը չի հիշատակել տամագավկի թևավոր հրթիռների վերաբերյալ բանակցությունները, որոնց հույսը Ուկրաինան ուներ։ Զելենսկին դատարկաձեռն է հեռացել, քանի որ Տրամփը պատրաստ չէր Կիևին մատակարարել այդ զենքերը։ Տրամփի ճոճանակը թեքվել է դեպի Մոսկվա, մինչդեռ Զելենսկին հույս ուներ վերադառնալ Ուկրաինա լրացուցիչ ռազմական աջակցությամբ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը որպես Ուկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման։ Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք կանգնեցրել էին հակամարտության փակուղային վիճակին։ Չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Տրամփի լավատեսությանը, Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ պատրաստ է զիջել Ուկրաինայի երկու այլ մասնակիորեն գրաված շրջանների Զապորոժիեի եւ Խերսոնի որոշ հատվածներ Դոնեցկի լիակատար վերահսկողության դիմաց։ Այս պահանջները համեմատաբար ավելի մեղմ են, քան օգոստոսին Անքորիջում, այսինքն Ալյասկայում կայացած Տրամփ-Պուտին գագաթնաժողովի ժամանակ Պուտինի ներկայացված պահանջները։ Միացյալ Նահանգների վարչակազմի որոշ ներկայացուցիչներ այս առաջարկը գնահատել են որպես առաջընթաց, սակայն եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը նշել է, որ Ուկրաինան դժվար թե դրան նույն կերպ վերաբերվի։ Նրա կարծիքով դա նույնն է, ինչ սեփական ոտքը վաճառել ոչինչի դիմաց։ Եկեք շարունակենք այդ թեման, բայց ուշադրություն դարձնենք մի հանգամանքի։ Այո, լրատվամիջոցները արձագանքել են, դա համարել են ձախողում եւ բնական բան է, իրենք գնահատական են տվել այսօրվա իրավիճակին, որ իսկով էր սպասում, որ Զելենսկին գնալու էր տամահավքները վերցներ, բերեր եւ սկսեր անել։ Գիտենք, որ դա շատ բարդ
բանակցություններ գնալու, բացի դրանից էլ Դոնալդ Տրամպը դեռ պետք է հոգեբանորեն հաշտվի, որ ինքը պետքա ճնշում գործադրի Վլադիմիր Պուտինի վրա։ Դեռ ինքը դրան չի հաշտվում, մի օր ասма կանեմ, հաջորդ օրը նորից փոշմանում է, մյուս օրը նորից ասма կանեմ, հիմա մի վերջի անգամ փորձում է համոզվել, որ Ռուսաստանը անհույս է, այսինքն դեռ շարունակություն կա, որպեսզի ինքը հասկանա, եթե Ռուսաստանը պահանջներ է դնում, ու այդ պահանջները անիրականանալի են, անընդունելի են Ուկրաինայի համար եւ Ուկրաինան հրաժարվում է, հիմա ինչ է ստացվելու։ Ամերիկայի Միացյալ Նահանգները օկուպացիայի ենթարկված պետությանը ստիպելու են, որպես ինքը իր տարածքները զիջի, Ամերիկայի հեղինակությունը ուր է իջացնելու Դոնալդ Տրամպը, տեղ թողել է ինչ որ մի գծի վրա կանգնելու համար։ Այսինքն ինքը ստիպված է ալնելու վերանայել, ինչքան ինքը ուշացնի Պուտինի դեմ ագրեսիվ ձևով ճնշումը, այնքան ավելի Ամերիկայի դիրքերին է հարված հասցնելու, ստիպված ալնելու դա անել, ուրիշ տարբերակ ուղղակի չկա, որովհետև ոչ Եվրոպան է հետ քաշվելու, ոչ Ուկրաինան է հետ քաշվելու, բայց այդ դեպքում Ամերիկան ինչ է անելու, Եվրոպային եւ Ուկրաինային պարտության է մատնելու Պուտինի խաթրն առնելու համար, լավ իմանալով Պուտինի երկրի վիճակը, լավ իմանալով, որ Պուտինի Գազպրոմի ղեկավարը Միլլերը կանգնում է ժողովրդին դիմում է, ասում է գիտեք մենք քանի տրիլիոն ռուբլու պարտք ունենք մենակ անցյալ տարվա կտրվածքով, բայց այդ փողերը ձերն է, դուք պետք է տաք, այսինքն որ դուք միլիարդատեր դառաք Գազպրոմը թալանելով, քանի հոգի միլիարդատեր դառան, քանի հոգու էլ Գազպրոմի փողերով միլիարդատեր դարձրեցին, դուք ձեր գրպանից չեք ուզում վերադարձնեք, դա պետք է ժողովրդի գրպանից վերադարձվի, մի հատ էլ ասում է սոցիալական ծրագրերի ժամանակը չի, այսինքն պատերազմ ես գնում սոցիալական ծրագրերի ժամանակը չի, բայց երիցս հիշեցնենք Ուինսթոն Լեոնարդ Սփենսեր Չերչիլի ասածը, որ պատերազմի ժամանակ ասում էր, բա ուր է մշակույթի տողը, ասում էր պատերազմը ինչ մշակույթ, ասում է, բա եթե մշակույթը չկա, ինչի համար ենք կռվում, այս պատերազմն ինչի համար է, տարբերությունը նայեք, արևմտյան մոտեցման եւ ռուսական մոտեցման, Գազպրոմի ղեկավարն ասում է ժողովուրդ դուք ձեր գրպանից պետք է վճարեք այդ տրիլիոն ռուբլիները, մի քանի տրիլիոն ռուբլիները դուք պետք է ձեր գրպանից վճարեք։ Այլապես բա դա ձերն է, ձեր ազգային հարստությունն է։ Լուրջ, այդ ազգային հարստությունը թալանելու ժամանակ չհիշեցիք, որ Ռուսաստանի բնակչության կեսը գազիֆիկացված չի տնտեսությունների, որ խողովակը գալի կողքներով անցնում է գնում է ուրիշ երկիր, բայց մտածում, իսկ այդ մարդիկ վճարունակ չեն, ավելի թանկ չեն վճարում տները տաքացնելու համար կամ ուղղակի օգտագործելու գազը, որ գնում են միտեղից փայտ են շալակում բերում կամ այդ փայտը առնում են, միտեղից քարածուխ են բերում կամ էլ թե չառնում են, այդ ավելի թանկ չի նստում իրանց վրա, մարդը պատրաստ է վճարել, բայց դուք նրան բանի տեղ չեք դնում, չեք ասում բերեք մի հատ ենթակառուցվածքներ սարքենք, այս մարդիկ էլ վճարեն գազի համար։ Հիմա կանգնել եք այդ մարդկանց ասում եք, սրա համար դուք եք վճարելու։ Կարող է մի հատ էլ վճարեն այն մարդիկ, ովքեր ում տանը գազ չկա։ Դե բա եթե բոլորի վրա է դրած, բա պարզ է նրանք էլ պետք է վճարեն։ Սա ստացակ պատերազմի արդյունքում։ Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ինչ է ասել, երբ որ անգամ բանակցությունների ընթացքում հատուկ բանագնացնել Դոնալդ Տրամպի ասում էր, որ այո, պետք է գոնե Դոնբասի հետ կապված զիջումների գնաք, ասում էին դա հնարավոր չի։ Ասել է մենք ոչինչ չենք տա Ռուսաստանին։ Սա էլ Զելենսկու պատասխանը։ Իսկ Դոնալդ Տրամպը ինչ է ասել, մենք չենք կարող մեր ամբողջ զենքը տրամադրել Ուկրաինային, ես շատ լավ եմ վերաբերում Զելենսկուն եւ Ուկրաինային, բայց չեմ կարող ԱՄՆ-ն վտանգի ենթարկել։ Ասեմ, որ եթե Դոնալդ Տրամպը տեղյակ չի էլ ինչ կարգի զենքեր ունեն Ամերիկայում, որի դեմ ընդհանրապես որևէ մեկը բախտը չի փորձի Ամերիկայի վրա հարձակվի եւ առաջիկա գոնե 50 տարում անգամ տիեզերական պատերազմ չի նախատեսվում, որ որևէ այլ մոլորակային նույնիսկ եթե ափսեով գա Ամերիկայի վրով անցնելուց կասի ախպեր գործ չունես, բեր Ամերիկան շրջանցենք։ Եթե Դոնալդ Տրամպը տեղյակ չի իր պահեստներով, զինապահեստները ինչ կա, ստիպված կլինենք մի օր ներկայացնենք տամահավքը Դոնալդ Տրամպին իր երկրի անվտանգության համար որևէ նշանակություն չունի։ Դա զենք է, որը պետք է օգտագործես դրսում Ամերիկայի քաղաքականությունն իրականացնելու։ Դա զենք է, որը քեզանից պետք է խնդրեն դաշնակից պետությունները վաճառես իրանց։
Եվ նաև պայման դնես, որ իրանք վերավաճառելու իրավունք չունեն կամ այլտեղ օգտագործելու իրավունք չունեն, այսինքն լծակը պահելով քո ձեռքը։ Այսինքն ում է պետք ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր անվտանգության տեսանկյունից չի կարող ամեն ինչ տալ Ուկրաինային։ Այն ինչ որ Ուկրաինային պետք է Ռուսաստանի դեմ պատերազմելու, այդ զենքը զինատեսակները Ամերիկային պետք չի իր անվտանգության համար։ Պետք չէ էլի մարդկանց թյուրի մատչան մեջ գցել։ Ի վերջո պետք է մտածի, որ իրան լսողները գրագետ մարդիկ են, էլի։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկ Սպիտակ տանը նախագահ Զելենսկու եւ Եվրոպայի առաջնորդների միջև բանակցություններից հետո մի բան բացարձակապես պարզ է։ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինայի հետ Եվրոպայի համերաշխությունն այսօր ավելի կարևոր է, քան երբևէ։ Այսինքն սա նա է, որ ասում են, որ եվրոպական առաջնորդները դա կուլ չեն տալու եւ մտածելու են, որ վերադասավորեն իրանց ուժերը, նախ Տրամպին բացատրեն, որ դու չես կարող վտանգի ենթարկել մեր անվտանգությունը, այդ դեպքում մենք իմանանք մեր գործընկերությունը Ամերիկայի հետ, իհարկե դա շատ ցավալի կլինի, եթե Եվրոպան ու Միացյալ Նահանգները առճակատման գնան ինչ որ չափերով, անգամ որովհետև մենք պատկերացնում ենք, որ պետք է ունենանք հավաքական արևմուտքի վարվող քաղաքականություն։ Մի քաղաքականություն, որ անգամ Դոնալդ Տրամպը սիրում ասել առաջի համաշխարհային պատերազմում ենք հաղթել, երկրորդ համաշխարհային պատերազմում ենք հաղթել, որ այդ ամեն ինչը թվարկում է, բայց չես իմանում, որ այդ առաջի ու երկրորդ համաշխարհային պատերազմների օջախը Եվրոպան էր։ Այո, տարածվել է Եվրոպայի սահմաններից դուրս, այլապես համաշխարհային չէր դառնա, բայց նույնիսկ այդ պարագայում օջախը եղել է Եվրոպան։ Եվ այդ պարագայում, ամերիկյան զորքերն ինչ գործ ուներ Եվրոպայում։ Ուրեմն ժամանակ ինքը մասնակից է եղել Եվրոպայի անվտանգությանը։ Եվրոպայի անվտանգության համար ՆԱՏՕ-ը ստեղծել իր նախաձեռնությամբ։ Եվրոպայի անվտանգության համար Հելսինկիի եզրափակիչ ակտը ընդունվել 1975 թվականի օգոստոսի 1-ին, որ 33 եվրոպական պետություն էր մասնակցում եւ Ամերիկան ու Կանադան։ Ամերիկան ու Կանադան Եվրոպայի անվտանգության երաշխավոր էին հանդես եկել։ Դրանից հետո այսօր ոնց կարող է պատահի Ամերիկան հետ քաշվի դրանից։ Եվ դա հաստատ չի բխում հենց Ամերիկայի շետ։ Ամենամեծ վնասը Ամերիկան է ստանալու դրանից։ The Economic Times-ը գրում է. ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37.8 տրիլիոն դոլարի եւ շարունակում է արագ աճել։ Կառավարությունն ամեն օր վարկ է վերցնում 25 միլիարդ դոլարի չափով։ Տոկոսային վճարումները ներկայումս տարեկան գերազանցում են 1.2 տրիլիոն դոլարը, գերազանցելով պաշտպանական ծախսերը։ Դե պաշտպանական ծախսերը Տրամպը ուզում էր մոտ 1 տրիլիոն լինի, բայց 1 տրիլիոնից էլ պակաս հաստատեցին։ Պարտքի եւ հնայի հարաբերակցությունը հասել է 124%-ի, մոտենալով բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշին։ Աճող դեֆիցիտը եւ ծախսերի վերաճնշումը տնտեսությունը մղում են դեպի կրիտիկական կետ։ Ամերիկացիները շուտով կարող են զգալ հետևանքները հարկերի բարձրացման եւ սոցիալական ծրագրերի կրճատման տեսքով։ Հիմա տեսեք, այն որ արտաքին պարտքը աճում էր, պետական պարտքը, ասենք, մենակ արտաքինը չի, արտաքինը ավելի փոքր չափն է կազմում։ Այն որ պետական պարտքը աճում էր եւ դա ակնհայտ էր ու գիտեինք եւ, բայց չէ որ Դոնալդ Տրամպի տնտեսական քաղաքականության իմաստը նա էր, որ Իլոն Մասկի հետ միասին այնպիսի կառավարության արդյունավետության ծրագիր իրականացնեն, որի պարագայում կարողանան պետական պարտքը նվազեցնել, բայց տնտեսությանը հարված չհասցնելով։ Արդյունավետ կառավարման շնորհիվ, ծախսերի կրճատման շնորհիվ, անարդյունավետ ծախսերի կրճատման շնորհիվ։ Դրա մասին շատ ենք խոսել, նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, լավ գիտեն, որ ասել են, որ դա ձախողված տնտեսական քաղաքականություն է եւ Իլոն Մասկը բացարձակ դրանից բան չի հասկանում։ Եթե Իլոն Մասկը արհեստական բանականության մասնագետ, Մարս մոլորակ տիեզերանավ թռցնող մարդ, աշխարհի ամենահարուստ մարդ, ինքը ասում է պրիմիտիվ դեբիլություն, ժողովուրդ ջան, չլինելով դեբիլ։ Ուրեմն ակնհայտ է, որ նա գործակալ է, ինչի մասին է խոսում։ Բարդ է այդքան հասկանալ։
Այսինքն իր ներկայացած տնտեսական քաղաքականությունը ի սկզբանե ձախողված էր։ Աշխարհում տենց երկիր չէր գտնի, որտեղ մի հատ միջին տրամաչափի տնտեսագետի հարցնես, թե Մասկը ինչ է անում, չասեր սխալ բաներ է անում։ Չէր կարող ինքը այդքան սխալվել։ Դա նշանակում է ինքը ինչ-որ մեկի պատվերներ կատարում։ Հիշում եք ոնց է ռուսական շահերը սպասական։ Բայց լավ, հիմա Մասկը գնաց, բա ինչ եղավ այդ վարչությունը։ Ոնց որ թե ինքը պետք է աշխատեր գնար, որովհետև երկար ժամանակ չէր կարող, կոնկրետ օր կարող էր աշխատել։ Ինքը պետք է գնար, դրանից հետո պետք է շարունակեր այդ վարչությունը, ուր է այդ վարչության անունը Մասկի գնալուց հետո լսել եք։ Բա ուր է ձեր բանը արդյունավետ քաղաքականությունը։ Հարկային քաղաքականությամբ Դոնալդ Տրամփն ասում է մեզ թալանել են, հիմա լավ, ասում է, հեսա հավաքենք ներողություն մաքսային։ Մաքսերը կհավաքենք, պարտքը կիջեցնենք, բայց պարտքի դինամիկան ցույց է տալի, որ դրանով էլ չեք կարողանում։ Նույնիսկ եթե համարենք հիմա է այդ մաքսատուրքերը ստեղծվել, կարող է որոշ ժամանակ հետո նվազի, լավ գիտենք, որ դա չի նվազելու, որովհետև դա անկման է հասցնելու։ Հնարավոր չի դու մաքսատուրք կիրառես, այդ բեռը դնես Ամերիկայի քաղաքացու ուսին, շատ դեպքերում նաև տնտեսությանը հարված հասցնես, բայց այնքան փող չհավաքվի, որ պարտքերը փակես մարես։ Սա նրա համար է, որ ուղղակի այդ հասարակությանը ներկայացվեց ծրագիր, դադարեցնենք Ուկրաինայի պատերազմը, մեր փողերը ծախսենք մեր երկրի համար, հարկեր իջացնենք, էս անենք, մեզ թալանել են, տեսեք ինչ ենք անելու ամեն ինչ մեր շահերի վրա, այդ ամբողջը նախընտրական ասվեց, դրանից հետո մի բան տեղի չունեցավ, բա մարդիկ այդ ամեն ինչը նայում են, չէ՞։ Նայում են, որ իսկապես իրանք խաբված են։ Ամերիկայի բոլոր 50 նահանգներում, ինչպես նաև Մեքսիկայում, Կանադայում եւ մի շարք եվրոպական երկրներում անցկացվել են No Kings ոչ թագավորներին կարգախոսով ցույցեր։ Ցուցարարները հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի քաղաքականության դեմ։ Ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ կառավարության շատդաունի աշխատանքի կասեցման ֆոնին, որը շարունակում է հոկտեմբերի 1-ից, միայն ԱՄՆ-ում 2700 քաղաքում անցկացված երթերին մասնակցել է շուրջ 7 միլիոն մարդ։ Իհարկե դրա պատասխանը Դոնալդ Տրամփը բավական անհարգալի ձևով էր ներկայացրել, դա էլ ցույց էր տալիս իր վերաբերմունքը ժողովրդավարության հանդեպ, որ 50 նահանգում այդքան մարդ փողոց է դուրս եկել, իսկ դու անհարգալի ձևով, արհամարական ձևով ինչ-որ մի հատ բան ներկայացնես, թե սա է իմ վերաբերմունքը այդ ամեն ինչի մասին։ Իսկ հիմա մենք հասկանանք, լավ, Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ որ խաղաղություն էր բերել, չէ՞, բանում Իսրայելը-Պաղեստինյան, որը ավելի կոնկրետ Համաս-Իսրայել։ Քանի պետության ղեկավար հավաքեցին Եգիպտոսում, խոսեցին դրա մասին, առանձնահատուկ նշեցին, թե ինչ կարևոր է, ասին հենց այս թեման էլ պետք է մտնի Նոբելյան մրցանակի ցուցակ, որ Դոնալդ Տրամփին տան խաղաղություն ա բերել, որ ասում ենք չենք հավատում, խաղաղություն դա չի կարող բերել, որտեղ հարցը չի լուծվել։ Համասը ի վերջո հարձակվել է Իսրայելի վրա, Համասին դու ճնշեցիր, բայց խնդիրը չլուծվեց։ Պաղեստին պետությունը չես կարողանում ստեղծես։ Պաղեստին պետությունը եթե նույնիսկ ուզենաս էլ ստեղծես, այսօրվա Պաղեստին պետությունը կենսունակ չի իր 6000 քառակուսի կիլոմետրով։ Ժամանակին, որ բաժանել էին 19 էին նախատեսել էին, որ կոմունիկացիոն հնարավորություններ ունենա։ Այս Իսրայելին, այս Պաղեստինին, այս էլ ՄԱԿ-ի վերահսկողության ներքո, որ նա կենսունակ լներ այդ պետությունը։ Հիմա այդ պետությունը կենսունակ չի։ Իսկ կարողանում եք նենց անեք Իսրայելը դուրս գա այդ տարածքներից, ոչ։ Բայց դեպքում ոնց է ճանաչում Պաղեստին պետությունը, այդ էլ չեք կարողանում ճանաչել։ Այսինքն այդ խաղաղություն չէր լինելու։ Չգիտեմ ում էին փորձում համոզել, որ դա լինելու է, բայց հիմա շարունակությունը նայենք։ Հոմենագեն ինչ էր որ ասել են, կոնկրետ գործողություն, քանի օր անց է։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց: Ես կոչ եմ անում վարչապետ Նեթանյահուին հրաման տալ Իսրայելի պաշտպանության բանակին ամբողջությամբ վերականգնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, կիրառելով առավելագույն ուժ, թյուր պատրանքները, թե Համասը կփոխի իր գործողությունները կամ նույնիսկ կհետևի ստորագրված համաձայնագրին մի քանի օրվա առաջվա, ինչպես սպասվում էր, վտանգավոր են մեր անվտանգության համար։ Նացիստական ահաբեկչական կազմակերպությունը պետք է ամբողջությամբ ոչնչացվի, որքան շուտ այնքան լավ։ Խնդրեմ,
Բա ասում եք Դոնալդ Տրամպի երաշխիքը բավարար է։ Այն դեպքում, երբ որ մեզ անվտանգության երաշխիք չի տվել, պետք չի խաբեությամբ զբաղվել։ Այնտեղ անվտանգության երաշխիք տվել է։ Փաստաթուղթն է ստորագրած, մեր մոտ ինչ է ստորագրել։ Նախաստորագրված մի հատ փաստաթուղթ, իսկ ինչը վերաբերում մեր խաղաղությանը դա մնացած բոլորն էլ հրճակբանը համատեղ հայտարարություններ Հայաստանի, Ադրբեջանի, որևէ պարտավորություն, որևէ երաշխիքներ չկան։ Իսկ հիմա ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ հարված է հասցրել Գազայի հարավում գտնվող Ռաֆային ի պատասխան Համասի կողմից արձակված հակատանկային արկի։ Այսինքն Համասը հարվածել է իրենց, իրանք էլ պատասխան հարված են հասցրել։ Այս է ձեր խաղաղությունը, ժողովուրդ ջան։ Բա որ անհանգստանում ենք Հայաստանի հետ կապված, չենք հավատում Նիկոլ Փաշինյանի ասացին, որ ասում է ես խաղաղություն եմ բերել, բայց սրա համար էինք ասում։ Այդ խաղաղությունը ումով է բերել։ Ինչ երաշխիքով է բերել։ Այն երաշխիքով, որ աչքերից առաջ ուրիշ օրինակը տեսնում ենք։ Իսկ հիմա նորից հիշատակենք, որովհետև այսօր նորից այդ թեմային անդրադարձել են, որ դա էլ կարևոր թեմա է։ Սիրիա-Ռուսաստան փոխհարաբերություններին, որովհետև Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը մեր ռուսամետ ընդդիմադիրների եւ մեր ռուսաստրուկ իշխանության դրանք էլ են նույն հարցը դա չէ, բայց նրանք իշխանություն չունեն։ Մեզ հիմա վնասը հասցնում է իշխանությունը։ Հիմա այս է Ռուսաստանը, որը հիմա ինչպես տեսնում եք, նաև Սիրիայում իր ներկայացվածության հետ կապված հարցերն է շարունակում։ Սիրիայի արտգործնախարար Ասադ Ալ-Շիբան հայտարարել է. Սիրիայում Ռուսաստանը բանակցություններ են վարում Բաշար Ալ-Ասադի կառավարության հետ երկրների միջև կնքված նախկին համաձայնագրերը վերանայելու վերաբերյալ։ Կողմերը քննարկել են Սիրիայում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը, սակայն դեռևս նոր համաձայնագրեր չեն կնքվել։ Բանակցությունների ընթացքում քննարկված այլ թեմաների թվում են եղել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի ճակատագիրը, ինչպես նաև Սիրիայի եւ Ռուսաստանի միջև համագործակցության հեռանկարները, եթե վիճելի հարցերը լուծվեն։ Մեկ էլ Սիրիայի անցումային կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից։ Ահա ժողովուրդ ջան, այսեներ, որ ողջևորված տվեցին Սիրիան Թուրքիային, որ չէինք հավատում, որ այնտեղ հարցերը կարգավորվելու է։ Ահաբեկչական կառույցի ղեկավարին պաշտոնապես ճանաչեցին։ Կանաչ ճանապարհ բացեց Եվրոպան էլ, Ամերիկան էլ նրա առաջ։ Այնքան է Ռուսաստանից փոխվեն։ Փոխվեց Ռուսաստանից։ Ալիևի նույն պրյոմը չարեց։ Ալիևը Ռուսաստանի հետ վատացավ, Ամերիկայից ստանալիքը ստացավ, նորից Ռուսաստանի հետ հարաբերությունը վերականգնեց։ Չնայած ինչ էր փչացրել, որ վերականգնեց, հայտարարեց, որ վերականգնված է։ Նույնը Սիրիան չարեց։ Արևմուտքի աջակցությամբ գրավեց, իբր թե Ռուսաստանի ազդեցությունից հանեց, որից հետո հիմա ասում է դե Ռուսաստանի հետ ոնց կարանք լավ չլինենք, մեր հարցերը բերեք Ռուսաստանի հետ լուծենք։ Այս խայտարակության մեջ Հայաստանն է ներքաշում, ժողովուրդ ջան, Սիրիան իր հարցերը կլուծի, բայց Հայաստանն է ներքաշում։ Իսկ այս նույն Սիրիան 6 անգամ եւ տարածքով է Հայաստանից մեծ եւ բնակչությամբ։ Այս նույն Սիրիան 11 օրում Թուրքիան գրավեց եւ Ամերիկան է ողջունեց։ Իսկ մենք այդ երաշխիքները ուղի ունենք Ամերիկայից։ Չունենք։ Նույնիսկ եթե ունենայինք էլ դա բավարար չէր լինի, որովհետև Ամերիկան երաշխիքներ է տալի Իսրայելին, բայց նաև մեծ վնաս հասցնում Իսրայելին, որովհետև Իսրայելը արդեն շատերի դեմ է դուրս եկել եւ հակասությունները շատ լրջորեն սրվել են։ Իսկ հիմա նայենք երկրի ներսում անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի մի երկու հայտարարության, բայց նախապես նաև ասեմ, թե երեք, թե այսօր բավական ակտիվ հավաքներ, շփումներ, հանդիպումներ, ես դրան չեմ լուսաբանում, չեմ անդրադառնում մի պարզ պատճառով, որովհետև դուք տեսել եք ամբողջ համացանցը ողողված է այդ իրադարձություններով, իշխանության ներկայացուցիչները բոլորն անխտիր անպայման անդրադառնում են, քննադատում են, են անում, նրանք էլ իրանց կողմից նրանց են քննադատում, ջրերես են հանում, երեք դու ես արի, ամբողջ նպատակը մեկն է։ 2026 թվականի ընտրություններին գնան այս երկուսով։ Իշխանություն, որ ասի ժողովուրդ ջան, ընտրեք մեզ, որ հանկարծ այս ռուսամետները չգան, կարելի ինքը ռուսամետ չի։ Նրանք էլ ասում են ժողովուրդ ջան, ընտրեք մեզ, մենակ մենք կարանք Փաշինյանից պրծացնենք։ Երկուսն էլ չունեն բավարար չափով ձայն մեծամասնություն ստանալու, բայց երկուսն էլ անում են ամեն ինչ, որ չձևավորվի այնպիսի արևմտամետ ուժ,
որի պարագայում իրանք շանսը կորցնեն։ Դրա համար իրանք պետք է ամբողջ իրանցով լցնեն ամբողջ համացանցը։ Ինչը բացես է տալնի։ Ոչ մի օրակարգային ուրիշ հարկ չլինի։ Կարծես մեր երկրին ուրիշ թեմա չի հետաքրքրում։ Իսկ հիմա նայենք Նիկոլ Փաշինյանը, որ անընդհատ այդ թեմաներն առաջ է տանում, 4-րդ հանրապետության հաղորդման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. Ես չգիտեմ, եթե Ղարաբաղյան շարժումը չլիներ, ես քաղաքականությամբ կզբաղվեի, թե չէի զբաղվի։ Իմ քաղաքականությամբ զբաղվելու շարժառիթը եղել է Ղարաբաղյան կոնֆլիկտը, եւ ընդհանրապես մեր ամբողջ քաղաքական ինքնությունը կապված է եղել Ղարաբաղի հետ, եւ դավաճանության տրամաբանությունն էլ դրանից է գալիս։ Այդ խոսակցությունն իմ մեջ էլ կա։ Բա դու Ղարաբաղյան շարժման ծնունդ ես, բայց ասում ես Ղարաբաղյան շարժում պիտի տեղի չունենա։ Այո, սա ռևոլյուցիոների հեղափոխականի էվոլյուցիան է եւ իրական Հայաստանի գաղափարախոսությունը։ Հենց դրա մասին է ասել Փաշինյանը։ Այսինքն, եթե դու բացարձակ անսկզբունքային ես, եթե դու Սերժ Սարգսյանի ձեռքի ընդդիմադիր գործիքն ես եղել, գործիչ չես եղել, թե դու երբ ես քաղաքականությամբ զբաղվել, որ հիմա էլ քո ծնունդը Ղարաբաղով է պայմանավորված։ Սերժ Սարգսյանին պետք էր քուպես ընդդիմադիր, որպեսզի այն մարդիկ, ովքեր ոտքի էին կանգնել եւ ասում են թույլ չենք տալու, որ Սերժ Սարգսյանը սահմանադրություն փոխի, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը գնաց, ասեց այդ ես եմ այդ ընդդիմությունը, ինձ աճացրեք, ինձ վազացրեք տանիքներով, ավտոտնակների վրով, ինձ ասեք հանձնարարությունները տվեք, գրամ գրում էին, ասում են դու ես կանես, դու ես կանես, դու ես կանես։ Այո, Նիկոլ Փաշինյանը կանգնեց, ասեց դա կեղծ օրակարգ է, պետք չի սահմանադրությունը փոխել, մոռացավ, որ նախորդ սահմանադրությունը լեգիտիմ չէր, մոռացավ, որ Սերժ Սարգսյանն էլ լեգիտիմ չէր ընտրված, ոնց որ հիմա է հայտարարում։ Բայց այն ժամանակ մենք ուզում էինք այդ ոչ լեգիտիմ Սերժ Սարգսյանից ազատենք երկիրը, եւ սահմանադրական փոփոխությունների հանրակրվեն, դարձնենք անվստահության հանրակրվե եւ ուղարկենք տուն։ Ինչ արվեց։ Նիկոլ Փաշինյանը իր ծառայությունն առաջարկեց, որից հետո Սերժ Սարգսյանը ուժ կիրառեց նրանց նկատմամբ։ Ասես տեսեք իրական ընդդիմությունը ինձ հետ է, ժողովուրդ ջան, այս դուք էս ինչ եք անում հակապետական։ Չգիտենք մենք ոնց է եղել։ Այդ ինչ հեղափոխության։ Այդ հեղափոխությունը 18 թվին հենց գիտեինք հեղափոխություն է, բայց հիմա 18 թիվը չէ 25 թիվն է։ Եթե դրանից հետո Նիկոլ Փաշինյան կանգնում ասում ես, որ մենք հեղափոխություն ենք արել, բայց Ռուսաստանից մինչև 2023 թվական շարունակել ենք մնալ ֆորպոստ։ Էլ ինչ հեղափոխություն է արել։ Ում դեմ է արել։ Եթե Ռուսաստանի դեմ է արել, որ հեղափոխություն է արել, եւ դու ժողովրդի ձայնով եկել ես իշխանության, բա ոնց է դրանից հետո մնացել ֆորպոստ։ Իսկ եթե շարունակել ես մնալ ֆորպոստ, նշանակում է Սերժ Սարգսյանի թողտվությամբ եւ աջակցությամբ եկել ես իշխանության, այն հույսով որ Ղարաբաղը կգցեն ջեբդ, ոնց որ պայմանավորված էր, բայց իրանք ասում են Նիկոլ Փաշինյանն եկել է ու Ղարաբաղը հանձնել, իրանք գիտեին դրա մասին, չէ՞ դա իրանք ծրագիրն է։ Վերջում դու պետք է հանձնեիր, հետո գային վիզա կտրեին, իշխանությունը վերցնեին։ Չգիտենք ինչ ալնելու։ Վերջի պահին փախար, չկարողացան վիզա կտրել, այդքան մի բան։ Այսինքն այդ սրիկա պայմանավորվածությունը երկուստ իրար հետ է կարել։ Պետք չի մեկը մեկիդ հաշվին սրբադասեք ձեզ եւ սրբագրեք ձեր արածները։ Հրաշալի մենք գիտենք։ Այսինքն արդեն անսկզբունքայնությունը ռևոլյուցիայի էվոլյուցիան է, հա։ Հիմա այսինքն դու եկար ռևոլյուցիա արեցիր եւ հասկացար, որ ինչի համար եկել ես, դրանցից պիտի հրաժարվես։ Եվ դա ներկայացնում ես որպես ինչ նոր իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Այսինքն ինականը նա է, որ ինչի համար դու պայքարել ես, նրանից չես հրաժարվում, ես սիրահոժար սկուտեղի վրա տալիս ես Ալիևին։ Այն է սկուտեղի վրա մենակ չես տալի, պատերազմում ես, որ Ալիևը հաղթանակած դուրս գա։ Ու միանգամից հարց է ծագում։ Մեկ էլ ասում են, բա Ադրբեջանը հաղթել է, բա ինչ պետք է անի։ Հիմա հարց։ Հայաստանը հաղթել էր առաջի Արցախյան պատերազմում։ Բանակցային սեղանին Հայաստանը մշտապես զիջում էր։ Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից։ Պարզ հարց էինք տալի։ Ժողովուրդ, բա որ դուք հաղթել եք, ընչի եք զիջում, բանը խաղաղություն ընչի եք զիջում։ Հաղթել եք, չէ՞։ Հաղթողի դիրքից խոսացեք, եթե ինչ որ մի բան է պետք է վերադարձնեք, դրա դիմաց լուծեք Արցախի հարցը։ Ինչի համար, որ այդ պատերազմը սկսվել է։ Այն ժամանակ ասում են, դե չէ, էլի։
դե պատերազմը մենք ենք հաղթել, գոնե մենք պետք է զիջենք։ Հիմա եկել է հարցը, Հայաստանը պարտվել է, որից հետո հիմա էլ ասում են, դե պարտքի մենք պետք է զիջենք, բա Ադրբեջանը հաղթել է, բա ով պետք է զիջի։ Ժողովուրդ, ուրեմն ես ուզում եմ ասեմ, որ իմանաք, Ադրբեջանի վարքագիծը չի փոխվել։ Նա պարտվելու ժամանակ էլ էր բարբարոս Ադրբեջանը, հաղթելու ժամանակ էլ է բարբարոս Ադրբեջանը։ Ուղղակի փոխվել է մեր վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ, մեր չէ, մեր իշխանությունների, որովհետև այնտեղ նավթ կա, նավթի հետ կապված փողեր կան։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ոսկորը սոված է, ժողովուրդ ջան, հեղափոխականի էվոլյուցիան, ինչ էվոլյուցիա, ինչի չեք տենում ինչ եք անում, մարդիկ չեն տենում ինչ եք անում։ Հիմա էլ արդարացնում է, որ քաղաքականություն մտնելը Արցախյան շարժումով էր։ Բա Արցախյան շարժումով մտել ես, դա քո կյանքն է։ Դու ոնց որ դու քո կյանքից հրաժարվես։ Եթե ես 20 տարի ասել եմ Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՆԱՏՕ-ն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունն է։ Պատկերացնում եք մի օր կանգնեմ ասեմ, չէ, ժողովուրդ ջան, գիտեք, այնուամենայնիվ էվոլյուցիա ապրեցի եւ գտա, որ պետքա Հայաստանը գնա Շանհայի համագործակցության կազմակերպություն։ Կգտնվի մի մարդ, որ դրանից հետո կցանկանա իմ ելույթը լսել։ Կասի հոп։ Էլի իմաստը որն է։ Մենք գիտենք, որ լսում ենք մարդու, որը սկզբունքային տեսակետ ունի, անկախ նրանից ով է Եվրոպայի որևէ երկրում ղեկավար, ով է Ամերիկայում ղեկավար, ով է Հայաստանում ղեկավար։ Այսինքն հիմա եթե ես բացատրեմ ռևոլյուցիայի էվոլյուցիան, որ հիմա մենք նոր իրավիճակի ելնելով գտնում ենք Հայաստանի ապագան Շանհայինը, եք միացած կվերցնեի, կգնայի կդառնայի Նիկոլի Սազանդար, էլի։ Որ իրանք ասում են, այո, բազմավեկտոր քաղաքականություն ավարում Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպա գնալու հետ կապված մեզ ստանում է Շանհայ։ Հա, ժողովուրդ ջան, ինչ մի խնդրեմ է որ։ Սա զելիքն է։ Ուղղակի դու Սազանդար չես կարա դառնաս, քեզ թույլ չես տա։ Էվոլյուցիայի չես ենթարկվի, լապ ուտելու էվոլյուցիայի չես ենթարկվի։ Եթե մարդը լապ չի կերե, չի ուտելու երբեք։ Ոչ Քոչարյանից լապը, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի։ Այն մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի լապը ուտում են, նրանք Քոչարյանն ու Սերժինն էլ են կերել։ Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել են դու դավաճանես անցել են Քոչարյանի կողմը։ Հետո Քոչարյանի ժամկետը պրծել է, ասել են չէ ինքը լավ չարավ անցել են Սերժի կողմը։ Հետո Սերժին մերժել են անցել են Նիկոլի կողմը։ Ժողովուրդ ջան, այդ բոլորը ուղակի իրանց կերածը լապ է եղել, կապ չունի տվողնով։ Ու պետք չի դա այդ քո անսկզբունքայնությունը ներկայացնես որպես էվոլյուցիա։ Թամամսկի էվոլյուցիա բառի իմաստը երևի չիմանաս։ Ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, մենք չենք ստեղծում 4-րդ հանրապետություն, 4-րդ հանրապետությունն արդեն ստեղծվել է։ Եթե 4-րդ հանրապետությունը ստեղծվել է, 3-րդը գոյություն չունի։ Եթե 3-րդը ավարտվել է քո պաշտոնավարման ժամանակ 1000 անգամ եմ ասել։ Եթե 3-րդը մեռել է, օղորմածիկ վարչապետ, ուրեմն քեզ էլ պետք է 3-րդ հանրապետության հետ թաղենք, այ մարդ, ոնց կարելի է չհասկանալ։ Դու չես կարող հայտարարել 3-րդից անցել ենք 4-րդ, որտեղ դա պետք է հայտարարի հաջորդը, որ ասի 3-րդը մեռավ, կեցե 4-րդը։ 3-րդը մեռավ, 3-րդը մեռցնողներն էլ հետը մեռան, թաղեցինք պրծանք։ Ժողովուրդ ջան, քաղաքական գնահատականն էլ տվեցինք քաղաքական օղորմածիկներին։ Վերջ։ Բայց այս մարդը շարունակում է համառորեն։ 3-րդ հանրապետությունը հիմնվել է կոնֆլիկտի տրամաբանության հիման վրա, 4-րդ հանրապետությունը հիմնվում է խաղաղության տրամաբանության վրա։ 4-րդ հանրապետությունը նրա մասին է, որ Հայաստանի հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է եւ մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք։ Ժողովուրդ ջան, ով է այս մարդուն ասել, որ մենք ընկած առավոտից իրիկու որոնողական աշխատանքներ ենք տանում, որ հայրենիք փնտրենք։ Պարզապես մենք գիտենք, որ Հայաստանը 4.500 տարվա քաղաքակրթություն ունի, մենք դա ուղղակի ունենք պատմական հիշողություն եւ հիշում ենք մեր անցյալը։ Ոչ մի իտալացի չի հրաժարվում հռոմեական կայսրությունից, ոչ մի բրիտանացի չի հրաժարվում բրիտանական կայսրությունից, որ ասի իրական Բրիտանիա, նա էլ ասի իրական Իտալիա։ Ոչ մեկ իր անցյալը չի հրաժարվում։ Այս անցյալից կարելի է հրաժարվել ասել, որ մենք արդեն քթել ենք մեր հայրենիքը եւ դա 7 տարեկան է, եթե երկրի ղեկավարը ունի ծտի ուղեղ, որի մեջ չի կարող 4.500 տարվա պատմությունը տեղավորվի, մանավանդ որ ինքը բացարձակ անգրագետ է։
Ինքը նոր սկսել է գիրք կարդալ։ Ես նույնիսկ չգիտեմ, փայտիկով է կարդում, թե կարողանում է արագ կարդալ։ Չգիտեմ ինքը ոնց է գիրք կարդում, գրքերը ցույց է տալի, ժողովուրդ, գիրք եմ կարդում։ Իա, 50 տարեկանո։ Դե հա։ Դրա համար էս է վիճակը, ժողովուրդ ջան։ Սրա դեմ դառնալու մի ձև կա։ Այս խեղկատակներին ուղարկել տուն, ժողովուրդ ջան, ուրիշ ձև չկա։ Նորմալ ձևավորելու եւ ուղարկել տուն։ Վերջ։ Թե չէ ամեն օր ներվերներս չենք քայքայելու։ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի է ունեցել arczepiskopos Իգնատիոս Մալոյանի եւ եւս 6 երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է նորին սրբություն Լեո 14-րդ պապը։ Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ arczepiskopos Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթքը։ Բայց ուզում եմ մի հատ իմանամ իրական Հայաստանի հետ այս մարդը ինչ կապ ունի։ Կամ Նիկոլ Փաշինյան, դու այս Մալոյանի հետ ինչ կապ ունես։ Ինչ ես գնացել թրջկոտել հասել Վատիկան։ Դա հենց առաջել Մանուշյանին հողարկավորում, վերահողարկավորում գնաց քծվեց գնաց Ֆրանսիա։ Դու ինչ կապ ունես նրա այդ Թուրքիայի տարածքում ծնված Մանուշյանը գնացել է Ֆրանսիայում կյանքի գնով հեղափոխություն պայքարել է պարտիզանական շարժման, որի զոհադարձ է։ Դու դրա հետ ինչ կապ ունես, քո ամբողջ քարոզը դրան դեմ է։ Դու ամբողջությամբ հրաժարվում ես դրանից, չկա արևմտյան Հայաստան, ժողովուրդ, արևմտյան Հայաստանը մեր Հայաստանի արևմտյան գյուղերն ու բնակավայրերն են։ Ինչի ես քծվել գնացել Վատիկան։ Arczepiskopos Իգնատիոս Մալոյանը ինչ արել, ծնվել է 1869 թվականին Մարդին քաղաքում, այսինքն ժամանակակից Թուրքիայի տարածքում։ 11 թվականին նշանակվել է Մարդինի հայ կաթոլիկ arczepiskoposության առաջնորդ։ 15 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ ձերբակալվել է Օսմանյան իշխանությունների կողմից։ Բա Նիկոլ Փաշինյանը պետք է գնայր հաշվեր, չէ՞ քանի հոգի ա մեռել։ Հաշվել ես իրան, մածանում գրանցել ես։ Ենթարկվել է խոշտանգումների եւ սպանվել է 15 թվականի հունիսի 11-ին։ Հիմա 2001 թվականին նրան երանացվել է, այսինքն հայտարարվել է երանելի Հռոմի Պապ Հովանես Պողոս II-ի կողմից։ Կանոնացման սրբադասման հրամանագիրը հաստատել է արդեն Ֆրանցիսկոս Պապը, որը վերջերս փոխվեց, մահացավ։ Սրբադասման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 25 թվականի հոկտեմբերի 10-ին, այսինքն այսօր։ Հիմա այս մարդու հետ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը։ Ուր ես գնացել։ Արևմտյան Հայաստանում ապրած մարդը, այնտեղ ցեղասպանության զոհ դառած մարդը, քեզ ինչ դու ցեղասպանությունից քիչ ես ճանաչում։ Ասում ես դնենք հատ-հատ հաշվենք, տենանք քանի հոգի են։ Ասում ես պետք է Մասիսը մոռանանք, որ թուրքերը չնեղվեն։ Հիմա էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ի պատիվ arczepiskopos Իգնատիոս Մալոյանի սրբադասման տված ճաշին։ Դե ուտելու բան լինի, ժողովուրդ ջան, քելեխելելի ինքը կուտի, բա ինչի համար է։ Բա այս ամբողջը եկիրը հանձնում է ուտելու համար, մի պարզ չի որ ինչա։ Ժողովուրդ ջան, այս վիճակով, այս մակարդակով, այս գրագիտությամբ եւ այս ցածրաճաշակ պայքարով այս իշխանության ու այս ընդդիմության մեզ տանում են 2026 թվականի ընտրություններ։ Դուք հիմա նայեք աշխարհում ինչա կատարվում, աշխարհում ինչ զարգացումներ են, ինչպես են դիրքավորվում, մի մասը Ուկրաինայի թիկունքին Ռուսաստանը փորձում է հարցերը լուծի, Ռուսաստանը հասկանում է, որ եթե ինքը բանակցության ընթացքում պարտվեց, գոնե ցույց չտվեց, որ ի վիճակի էր մի բան ավել վերցնելու, դուք պատկերացնում եք ամենաեկամտաբեր ճյուղը Գազպրոմը, որ այսօր այդ կատաստրոֆայի առաջականգնած դուք չեք մտածում Ռուսաստանի վիճակը ինչա, որ ամեն անգամ դրա մասին խոսում ենք, բայց այդ Ռուսաստանը եթե ինքը իր հարցերը փորձեր լուծեր, էլի կասենք դե լավ պետությունը ինքը իր հարցը լուծի, մտա մենք ինչ ենք խառնվել իրար։ Ուղղակի ձեզ ուտ կներկայացնենք վիճակը ոնց է։ Բայց երբ որ մեզ հետևողականորեն տանում են Ռուսաստանի տակ, մտամ երբ ենք կարողացել տակից դուրս գանք, որ հիմա ավելի են խորացնում։ Հիմա հարցը որն է, հիմա այս ռուսամետները, որ ուզում են իրանք գան իշխանության, ինչ են առաջարկում Հայաստանի համար։ Ինչ է առաջարկում, որը Նիկոլ Փաշինյանը չի անում Ռուսաստանի համար։ Դուք գալու եք ինչ անեք։ Ասում է, չէ,
Նիկոլ Փաշինյանը պարտադրված է այդ բաներն անում։ Մենք որպես գործընկեր ենք անելու։ Հաստատ։ Որպես գործընկեր ինչ եք անելու։ Բայեֆ Ռոբերտ Քոչյանի պաշտոնավարման ժամանակ Բորիս Գրիզլովը, Պետդումայի նախագահ, եկավ Հայաստան, ազգային ժողովում հանդիպեց, ազգային ժողովի նախագահի կողքը նստած ու ասեց Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Ում ծպտունը դուս եկավ։ Այսօր Ռոբերտ Քոչյանի սպասարկողները, որ ասում են մեր ժամանակ ուրիշ ա եղել, ինչ ա եղել ժողովուրդ ջան։ Որ եկել են մեր դաշտը մասել են, որ մենք իրանց համար սահմանային կետ ենք, հա։ Ռուսաստանի արտաքին սահմանն ենք պահում։ Մենք պետք է կոտորվենք, որպեսզի Ռուսաստանը հասցնի վերադասավորվի հարցերը լուծի։ Գեդինը չեք մտնում, որ դուք գնում եք այդ ուժին պաշտպանում եք ու ասում եք մենք ռուսների հետ գործընկեր ենք եղել։ Դուք ռուսների հետ գործընկեր չեք եղել։ Ռուսները ձեզ գործընկեր չեն ճանաչում։ Ռուսաստանի ղեկավարությունը ուժ է հասկանում։ Շատ պարզ ձևով։ Այն ձեռը, որը չես կարող կտրես համբուրի, չնայած դա մուսուլմանական կարգախոս է, բայց ռուսները դա ավելի լավ են կիրառում։ Հլաշալի իրանք տիրապետում են, որովհետև իրանք ծագումնել են, տենում ենք դեպի ուր տանում։ Իրանք գործընկեր չեն, նրանք ձեռքը բռնելու համար չի, կամ կտրելու համար է, կամ համբուրելու համար է, ժողովուրդ ջան։ Մենք այդ պետության հետ ապագա չենք կարող ունենանք, որովհետև այդ պետությունը քայքայում է նրա ղեկավարը ու սառնասրտորեն քայքայում է, որևէ մեկը չի ասում, ես ինչ ես անում։ Եթե արդեն Գազպրոմը խոսում է կատաստրոֆայի մասին, դրանից ավել ինչ էլ ես ասեմ, դրանից ավել չեմ կարող ասել, ավելի հիմնավոր չեմ կարող ասել, ժողովուրդ ջան։ Սա է մեզ պարտադրվում առաջիկա ընտրությանը։ Հետո ասում են ժողովուրդ ջան, բան արեք, դե մի բան արեք, հա ժողովուրդ ջան, անենք, իհարկե անենք։ Բայց անելու ենք, անում ենք, պարտավոր ենք անել, հանուն մեր հայրենիքի, բայց վտանգը պատկերացնում եք մեզ ուր են տանում։ Այդ պատկերացրեք, որպեսզի շատ ավելի լրջորեն տրամադրվեք, թե ի վերջո ինչա պետք անել դրա տակից դուրս գալու։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։